Հաագայում գտնվող միջազգային քրեական դատարանը սկսում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը։ Դատարանի 3 անդամների կողմից 3 կայացված որոշման համաձայն գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչականային խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով։ My office requested the go-ahead to investigate in October last year. Իմ ղեկավարած գրասենյակը դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսին էր դիմել հետաքննության մեկնարկի պաշտոնական թույլտվություն ստանալու խնդրանքով, հիմք ընդունելով մեր տրամադրության տակ գտնվող հավաստի եւ մանրակրկիտ վերլուծության ենթարկված տեղեկությունները Վրաստանի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների մասին։ Դրանցում ներգրավված են եղել հակամարտության բոլոր 3 կողմերը՝ Վրաստանի զինված ուժերը, Հարավային Օսիայի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի զինված ուժերը։ Իր տեսաուղերձում հայտարարում էր Բենսուդան, նշելով, որ միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 2015 թվականի մարտին Վրաստանն անորոշ ժամկետով դադարեցրեց այս գործի իր վարույթում գտնվող հետաքննությունը։ Today's decision by the judges marks the start of the investigative process. Դատավորների այսօր կայացրած որոշումը նշանավորում է հետաքննական process-ի մեկնարկը։ Հնարավոր կասկածյալները ի հայտ կգան միայն դրա հետագա փուլերում կախված մեր կողմից հավաքագրված ապացույցների բնույթից։ Հետաքննությունը դիտարկելու է 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։ Երբ անհրաժեշտ պահը գա, մենք կդիմենք դատարանին քրեական պատասխանատվության ենթակա անձանց ձերբակալության կամ բերման ենթարկելու միջնորդությամբ։ Who are evidence shows to be criminally responsible. Հավելեմ նաև, որ դատարանի հետաքննություն սկսելու որոշման մեջ նշված են ռազմական հանցագործությունների այն կոնկրետ տեսակները, որոնց շուրջ ծավալվելու է ապացույցների փնտրտուքը։ Միջազգային քրեական դատարանի դատավորների վճռի համաձայն Բենսուդայի ղեկավարած խումբը հետաքննելու է մեջբերում միջազգային զինված հակամարտության համատեքստում կատարված կանխամտածված սպանությունները, խաղաղ բնակչության բռնի տեղահանման եւ հետապնդումների դեպքերը, կանխամտածված հարձակումները խաղաղապահների վրա, դիակապտության եւ ուրիշի ունեցվածքի ոչնչացման մասին տեղեկությունները։ Վերջում հիշեցնեմ, որ 2008 թվականի օգոստոսի 8-ից 13-ը շարունակված պատերազմի ընթացքում տարբեր կողմերից հնչող գնահատականների համաձայն զոհվել է մոտ 400 խաղաղ բնակիչ։ Հարավային Օսիայում բնակվող 15000 վրացիներ ստիպված էին լքել մշտական բնակության վայրերը։ Ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ էլ վրացական կողմից պատերազմի առաջին ժամերին իրականացված հարձակումների եւ գնդակոծությունների հետևանքով զոհվել էին Հարավային Օսիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանման 15 զինծառայողներ։